Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Գյումրու քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է Երևանից մինչև գրեթե լուսադեմ հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանի միջնորդությունը։ Քաղաքապետը տեղափոխվել է կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանն է ասել. Հիշեցնեմ, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 3 Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ։ Համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի կաշառք ստանալու տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 մարտ, այդ թվում քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը։ Կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու որոշումներ։ Համայնքապետի պարտականությունները կատարելու է Ղուկասյանի փեսան Ավետիս Սարաքելյանը։ Այսօր եւս Գյումրու համայնքապետարանի շենքում քննչական գործողություններ է իրականացվել։ Այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Խոսք են տվել, որ այսօր պետք է երեկոյան արձեռն տան ամբողջ որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկենք։ Ուրեմն, ստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ, եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետև այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի, ուրեմն փաստորեն մենք ականատեսն ենք եղել այս ներկայացված փաստաթղթերից, որ ընդդիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է եւ գաղտնալսումները տեղի են ունեցել, այսինքն մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դա դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանի իր բնակության վայրում նա կարող է ենթարկվել գաղտնալսման։ Այսինքն այդ ընտանիքի անդամները եւս նույն ձևի հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, մենք չունենք այդ փաստերը, բայց այնուամենայնիվ որ կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի, դա փաստ է։ Դուք պատկերացրեք, սա այն, չգիտեմ, որ մակարդակի էժան մեղադրանք է դրված, սա նույնի շարունակությունն է, ինչ որ դրված էր Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այդ մեղադրանքի, այդ ծավալը կամ այդ նկարագրությունը, որ դու կարդում ես, ուղղակի ապշում ես, աղբը ոնց կարելի է վերագրել, որպես շորթում, այն էլ միտեղ են տարել, այդ աղբը թափել են, վերագրել են, որ դա եղել է իբրև թե քաղաքապետարանի գույքը եւ նա ուզեցել է շորթմամբ տիրանալ այդ գույքին։ Այն ինչ որ հիմա ես եմ հայտնում, գրեթե այդ տրամաբանության ներքո ելույթ ունեցավ եւ ասաց, որ այս ամեն ինչը անհիմն է եւ նպատակ ունի, եւ դա հայտարարվեցել, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, հրահանգը նայելով տարեթվերին, մենք տեսնում ենք, որ հրահանգը եկել է հոկտեմբերի 1-ից հետո, 2025 թվականի։ Հրահանգը տրվել է ազգային ժողովի դահլիճում եւ հրահանգի հաջորդ գործողությունները արդեն սկսվել են ամսի 16-ին հոկտեմբերի եւ մենք ամսի 20-ին արդեն ականատեսը եղանք այդ վայրագ գործողությանը հարձակում Գյումրիի քաղաքապետարանի վրա եւ այնտեղ այդ վայրագությունները։ Դուք պատկերացնում եք, վայրագ զորք են բերում, զորքը մտնում է եւ ջարդուխուրդ է անում քաղաքապետարանի գույքը, ինչի համար։ Որն է դրա հիմնավորումը, որ ջարդուխուրդ էին անում, հարձակվում մարդկանց վրա, վնասում մարդկանց եւ կյանքին եւ առողջությանը վնաս պատճառում եւ այդ թվում նաեւ գույքին։ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չէ ու պատժվելու է։ Սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի փոխնախագահն է հայտարարել. Ռուբեն Ռուբինյանը լսել է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, ընդ որում դատարանի օրինական վճռով արված գաղտնալսումը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Վերադառնալով Վարդան Ղուկասյանի մասով անմեղության
կանխավարկածը չխախտելուն, Ռուբինյանն ընդգծել է, որ ձայնագրությունը լսել է բավարար է քաղաքական գնահատական տալու համար։ Քաղաքակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վարքյան, թողեք, հիմա եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Վարդան Ղուկասյանը կաշառակեր, հաջորդ։ Մի վարքյան, եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Սպասեք, մի վարքյան, հեսա դրան էլ կպատասխանեմ։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է, ինչ են ասում, հեչ, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության ամեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Տեղի ունեցավ այն ինչն անխուսափելի էր, այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել Սերժակ Քոչարյանական ուժերի կատարմամբ։ Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է հայտարարել անդրադառնալով վերջին իրադարձություններին։ Նրա խոսքով Հայաստանում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքն ու պետությունը սեփական գրպաններն ու լափամանը լցնելու միջոցին։ Հարցին արդյոք քաղաքացիական պայմանագիր խմբակցության օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնելը, Ալեքսանյանը պատասխանել է, որ այդ պաշտոնը ճամպրուկ չէ, որ վերցվի։ Տեղի ունեցավ այն, ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն, ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել Սերժակ Քոչարյանական ուժերի կատարմամբ։ Ուղղակի լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումարը։ Զարմանալի չէ ձեզ համար, այսինքն ձեզ համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ինչ-որ մի բան չէ, պետք է հեռացնել, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են լինում, ձայնագրություններ են հրապարակում իշխանական լրատվամիջոցում, շատ պատահական չէ ամենը, Որը Ինչ չէ։ Ժորժ ջան, հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները, այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ։ Հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը, ինչպես եւ Սերժակ Քոչարյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այս դրանում կարող եք բոլորից էլ մեղադրել, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ Սերժակ Քոչարյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել, որպես իր լափամանը լցնելու։
Շարունակենք, կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին առաջարկելով Հայաստանի քաղաքացիների համար չեղարկել կարգավորումը, համաձայն որի առանց վիզայի Ռուսաստան մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ 90 օր։ Այս մասին էկոնոմիկայի նախարարն է հայտարարել ազգային ժողովում արձագանքելով Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին երեկվա ակցիաների վերաբերյալ։ Հիշեցնեմ, վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ եւ հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Նրանք 3 փակել էին հայ-վրացական անցակետերը, փորձել կատվածահար անել երթևեկը։ Նախկին կանոնակարգմամբ այդ երկրների քաղաքացիները Ռուսաստանում 1 տարվա ընթացքում կարող էին մնալ 180 օր։ Ուզում եմ ձեզնից պարզաբանումներ ստանալ, տևական ժամանակ արդեն մեր բեռնափոխադրողները կանգնել են լրջագույն խնդրի առջև, հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից, հայտնի սահմանափակումների պատճառով, 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում եւ արդեն երեկվանից բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետներում ակցիա իրականացնել, նաեւ նշեմ, որ այդ ընթացքում մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնը բարձրացրել են, այդ ուղղությամբ որևէ մի գործուն քայլ չի արվել, մինչեւ հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի Բավրայի անցակետում, Բագրատաշենում, Գոգավանում երեկվանից արդեն մարդիկ նախորդ իդեպ զգուշացրել են ձեզ, որ նման ակցիա են իրականացնելու եւ նաեւ կառավարության շենքի մոտ էլի իրենց պատասխանները չստացան։ Սա շատ լրջագույն խնդիր է մեր տնտեսության համար, արդեն բավականին շատ տնտեսվարողներ էլի այդ հարցով դիմել են եւ հայտնի մեր վարորդներից մեկի խոսքն եմ ուզում մեջ բերել, պարոն Պապոյան, դուք էկոնոմիկայի նախարարն եք, թե ՆԳՆ նախարարը, որովհետև կարծեք թե օրերի ընթացքում ավելի շատ զբաղված եք քաղաքական հայտարարություններ անելով, փոխանակ ձեր բուն գործը անելուց։ Արձանագրված խնդիրը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ։ Վերջիններս տրամադրված են հարցին տալ լուծում, այն է 90 օրը դարձնել 180 օր մեր դիմումի հիման վրա եւ մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում, շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Սա շատ ուրեմն հստակ։ Կարգալույծ է հռչակվել Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասադրյանը, հայտնում են Մայրաթորից։ Նշվում է, որ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրն ու Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասադրյան Ավազանի անունով։ Ավելի ուշ քահանան է արձագանքել, նա հրավիրում է Սուրբ Հովանավանք մասնակցելու պատարագին, որը կմատուցի ինքը։ Տեր Արամ քահանան նաև ասել է, որ առավոտյան կարգապահական հանձնախմբին է ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն է հայտնել հանդիպելու հանձնախմբի հետ եւ նամակը ստանալուց հետո հրապարակվել է հայտնի տնօրինության որոշումը։ Իհարկե չեմ հեռանալ։ Այո, հեռանալ ով է ինձ հեռացնողը։ Մարմինը, որը որ սխալ դա եթե արդարորեն Վեհափառը ունի մոնարխիկ իշխանություն։ Ով է ասել, որ վեհափառը ունի մոնարխիկ իշխանություն։ Այդպես է կարգը։ Եկեղեցում ունենք օրենքներ։ Հիմա դուք նույն ձևով ասում եք, որ եթե համեմատելու լինեմ, կներեք։ Վարչապետը ունի մոնարխիկ իշխանություն եւ դատարանների վրա պետքա հրահանգներ իջեցնի։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են իրար։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են, բայց օրենքները գործում են երկուսում էլ։
Եթե այս թեզը շարունակում ենք, ուրեմն եկեղեցին օրենքներով չի գործում, այլ օրենքները ծալել ենք, դրել ենք մի կողմ, մոնարխիկ իշխանություն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսը օրենքով եք քահանաուցվել, Տեր Արամ։ Դուք օրենքով չեք քահանաուցվել։ Եկեղեցական կանոններով եմ օծվել, հետևաբար եկեղեցու կանոններով չեք կարդալույս Որ կանոնով։ Դուք ինձ ասեք, եթե դուք հարց եք տալիս, ես էլ պատասխանում եմ։ Իհարկե չեմ եղել։ Ինչ որ մեկը իր սենյակի մեջ նստել է, սպիտակ թերթիկի վրա ինչ որ բաներ է գրել եւ մեկին զրկել է քահանայությունից կամ իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց, էդ էլ են դեպքում, երբ որ օրենքով չի արել, այլ իր սեփական, այսպես ասած, սեփական ցանկություններին հագուրտ տալու պատճառով։ Վարչապետն էլ է մասնակցելու Կիրակի Հովանավանքում Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած սուրբ եւ անմահ պատարագին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Facebook-յան ուղերձով։ Հայաստանի այս ծառայելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա Կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին։ Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է։ Վարչապետը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ հաջորդ տարվանից 2 տարվա փոխարեն ծառայությունը դառնալու է 1.5 տարի։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Նիկոլ Փաշինյանը բանախոսություն է ունեցել Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորում համաժողովի ժամանակ։ Խոսել ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին, շեշտել, որ կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է եւ ակադեմիական քաղաք նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է եւ անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Վարչապետի կարծիքով ակադեմիական քաղաքն այն նախագիծն է, որ առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը։ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին։ Երբեմն քաղաքացիները գրում են, որ կառավարությանը գրում են, որ կրթական համակարգի այս խնդրեմը կա, այն խնդրեմը կա եւ տպավորությունա թե մենք ասում ենք, վայ, չէ, մեր կրթական համակարգը ես ասում եմ, ոնց կարելի է ընդհանրապես խոսել Հայաստանում հանրակրթության մասին, եթե Հայաստանում կան գյուղեր, որտեղ դպրոց չկա ընդհանրապես, լավ գյուղ չասենք, որովհետև էլի մենք էլի այդ անդադ գայթակղությանը տրվում ենք, որովհետև դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխայի համար։ Ոնց կարող ենք մենք կրթական համակարգ վիճակը գնահատել բավարար, եթե կան բազմաթիվ երեխաներ, ում նորմալ նույնիսկ միջին վիճակագրական որակի կրթությունը Հայաստանի Հանրապետությունում հասանելի չէ։ Կամ տեսեք, կանխատեսել ապագան ասելով, չէ, ես ժամանակ խնայելու համար չանդրադարձա այդ թեմային, ինչպես կարող ենք, մենք այսօր էլ, ցավոք, մենք այդ իրողություն դեռ չենք կարողացել հաղթահարել, ինչպես կարող ենք մենք դպրոց անվանել այն հաստատությունը, որտեղ չկա ֆիզկուլտուրայի դահլիճ, որտեղ չկա բացօթյա մարզահրապարակ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց մենք դեռ շարունակում ենք դա դպրոց համարել, անվանել դպրոց, պաշտոնապես, քանի դեռ մենք նման հաստատություններ դպրոց համարում ենք եւ ունենք դեռևս նման հաստատություններ դպրոց համարելու անխուսափելի անհրաժեշտություն, ուրեմն Հայաստանում կրթական համակարգի վիճակը շատ վատ է։ Ես չեմ ուզում անդրադառնալ բուհական համակարգին, որովհետև չի կարող
օրգանապես կտրված լինել։ Մի բուհում մի քիչ ավելի լավ, նույնն էլ դպրոցում, մի դպրոցում մի քիչ ավելի լավ, մի դպրոցում մի քիչ ավելի վատ, բայց եթե մենք խոսում ենք միջին վիճակագրական գնահատականի մասին, իմ գնահատականը հետևյալն է. կրթության համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում վատ է։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի սահմանի եւ Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։ Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է զարգացնել եւ ընդլայնել համակողմանի հարաբերությունները Բաքվի հետ եւ վերացնել այդ ճանապարհին արկա ցանկացած խոչընդոտ։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական կարեւորություն ունեն Իրանի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Դիվանագետը ընդգծել է Իրանի դիրքորոշումը երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությունը հարգելու, աշխարհքաղաքական փոփոխությունները կանխելու եւ վեճերը դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին։ Արաղչին նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն ու անվտանգություն։ Արաղչիի հետ հանդիպումը Խալաֆ Խալաֆովը որակել է դրական եւ կառուցողական։ Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Իրանի հետ տարբեր ոլորտներում կապերը խորացնելու պատրաստակամությանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Լյուքսեմբուրգում միջտարածաշրջանային անվտանգության եւ կապակցված հարցերով նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել է Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Կովկասում խաղաղության ամրապնդումը մեծ եզակի հնարավորություն է տալիս զարգացնելու տարածաշրջանային գործակցությունը եւ Եվրոպայի անկախությունը, Հական Ֆիդանի հետ հանդիպման ավարտից հետո գրել է Կոսը։ Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացումը փոխում է տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը։ Եվրոհանձնակատարը բարձր է գնահատել այն փաստը, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Եվրոպան եւ Ասիան կապող առևտրային եւ տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու իրավական հնարավորություն են ստեղծում։ Եվրոպայից մինչև Չինաստան բոլորը գիտակցում են այդ պահի կարևորությունը, ընդգծել է հանձնակատարը։ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Ղազախստանում Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի նախագահի խոսքով առաջին նման տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվում եւ վերջին ռազմական բախումներից ընդամենը 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ են ցուցաբերել, նշել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ղազախստանի նախագահն էլ ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան համաձայնագրի պատմական նշանակությունը, ինչպես նաեւ երկու պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, համագործակցության նոր հորիզոնները ամբողջ տարածաշրջանի համար։ Եվրոմիությունը պատրաստվում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցում մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս մասին հայտարարել է Եվրոմիության դիվանագիտական ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Նա նաև նշել է, որ վիզայի հետ կապված նոր կանոնները ուժի մեջ կմտնեն նոյեմբեր ամսին, ինչը թույլ կտա Եվրոհանձնաժողովին չեղարկել առանց վիզայի ռեժիմը որոշ խմբերի համար։ Կալասը անհնար է անվանել Վրաստանի Եվրոմիության անդամակցության տեխնացուի երկրի կարգավիճակի վերականգնումը, եթե Թբիլիսին պահպանի ներկայիս կուրսը։ Հանձնակատարը անդրադարձել է նաև Վրաստանում եվրոպացի դիվանագետների հետ կապված վերջին իրադարձություններին, նշելով դեսպանների վրա արձակած հարձակումները անթույլատրելի են։ Շարունակենք վթար Երևան երազք ավտոճանապարհին կան տուժածներ եւ մեկ զոհ։ Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում ու շրջվել, վարորդը մահացել է։ Երկու ուղևոր մեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, հատուկ տեխնիկայով արգելափակումից դուրս բերել վարորդի մարմինը։ Երևանի Սեբաստիա փողոցում մեքենա է այրվել, փրկարարները հայտնել են, որ շարժիչն է բռնկվել։ Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր, հրդեհը մարվել է, ոչ ոք չի տուժել։
Պրեմիերա նոր Հայաստանի եթերում այսօր ժամը 21:50-ին Սոսկալի սիթքոմն է։ Հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորը Հարություն Շատյանն է, պրոդյուսերը Սոս Կարապետյանը։ Ժողովուրդ ջան, բարի երեկո, շնորհակալ եմ շատ, որ եկել եք եւ հարգել եք իմ օջախը։ Օդում մի տեսակ լարվածություն կա, չես զգում։ Լավ թուլացի։ Ոնց կարելի է այդքան ունեցվածքի ու փողի մեջ մոռանալ սեփական ծնողին։ Կարևորը իրաց կյանքում ամեն ինչ լավ լինի։ Գիտեմ, որ չեն զանգի ու ծննդը չեն շնորհավորել։ Իմ անունը կրող Դարմայեդը աղջիկների հետ շատ խիստ զբաղված է։ Այն մեկը ունես է մեծացած փոքրացած, ռեստորանից նկարակցել, աղբերներով։ Առաջին ինչ եմ ուզում ասեմ, բրատ, ամեն մեկին իր չափով ու դաստավկով հետ կգա ապը։ Իսկ աղջիկդ այսօր այնքան առևտուր է արել, որ երևի բոլոր խանութները մի շաբաթով կփակվեն միջև նորապրանք ստանան։ Ինքը հաստատ այսօր իրիկ ունի ինձ առաջարկություն անելու։ Ես իմ սխալները հասկացա, ես կուղեմ իմ սխալները։ Այ հորս Սարև, դու вообще քո շորն ես հագնում, թե քվոր։ Հավաքվեք, կարևոր բան ունեմ ասելու։ Ես բանկրոտ եմ։ Չէ, մի գնացեք, կատականում։ Կյանքս կներես։ Պիտի գնամ։ Բայց որտեղ եք ապրելու։ Կարող եք գնանք մեր Պասպրիքսի տանը ապրենք։ Չէ, Վեգասի տուն ավելի։ Պասպրիքսի Դեմ ունես մոլորված տղոտ ընտանիքը։ Այս չասիպի կայֆերա։ Ծավալիա պետք է աղջիկ եմ։ Դե 5 րոպե մտի շուտ դուրս արի։ Նենց են խոսում մարդկանց հետ, ոնց որ բոլորը իրանց ծառաներն են։ Բայց ձերքի թուլունքն ինչի անվարա։ Էս թզբեխա։ Դու ոչ թե տանդ ճանապարհն ես կորցրել, այլ քեզ։ Շատ սրամիտ էր։ Ճիշտ է, ես հիմա փող չունեմ, բայց հիշի որ օրը գիշես կողքը տանեմ։ Էս պայից սկսած, ատեցը ինչ ասի, ոնց ասի, տենց հալնելու։ Սոնատան ինչ-որ մեկին սպանելու համար լուրջ ասնավանի է պետք։ Եվ եղանակ վաղը ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 նիշ, տեղումներ չեն սպասվում։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։